ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ուկրաինացի գործընկեր Վոլոդիմիր Զելենսկուն ակնարկել է, որ Ուկրաինան կպարալիզացվի և կոչնչացվի։ Այս մասին հայտնում է Reuters-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Ուղերձն այսպիսին էր. «Ձեր երկիրը կպարալիզացվի և կոչնչացվի, եթե Ուկրաինան գործարք չկնքի Ռուսաստանի հետ», հայտարարել է պարբերականի զրուցակիցը։ Միևնույն ժամանակ մեկ այլ աղբյուր հերքել է տվյալներն այն մասին, որ ԱՄՆ առաջնորդը կանխատեսել է Ուկրաինայի ոչնչացումը։ Չնայած հակասական տեղեկատվությանը, երկու զրուցակիցներն էլ համաձայնել են, որ Թրամփը Զելենսկու հետ զրույցի ընթացքում մի քանի անգամ դիմել է հայհոյանքների։ Եվրամիությունում քննարկվում է միավորման անդամակցության կանոնների փոփոխությունը Ուկրաինայի ընդունելությունն արագացնելու համար։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։ Նշվում է, որ նոր կանոնները դրանց ընդունման դեպքում թույլ կտան պետություններին միանալ Եվրամիությանը առանց ձայնի լիարժեք իրավունքի։ Պարբերականի աղբյուրների խոսքով առաջարկը ներկայումս մշակման վաղ փուլում է և պետք է հավանության արժանանա դաշինքի բոլոր երկրների կողմից։ Դա կարող է հանգեցնել նրան, որ այնպիսի առաջնորդներ, ինչպիսին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն է, ավելի համագործակցող դառնան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցում, ասվում է նյութում։ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին վերլուծաբան Ռեյ Մակգովերնը գնահատել է Ուկրաինայում ռուսական զորքերի առաջխաղացման տեմպերը, նշելով, որ այժմ դրանք շատ ավելի արագ են շարժվում և ամրապնդում հաջողությունը։ Մարդիկ անտեսում են այն փաստը, որ Ռուսաստանն արդեն շահել է այս հակամարտությունը։ Դոնբասում այժմ ամեն ինչ սկսել է առաջ շարժվել այնպիսի տեմպերով, որը նախկինում անհնարին կամ քիչ հավանական էր թվում, հայտարարել է փորձագետը։ Նա նաև նշել է ուկրաինական դիրքերին, պահեստներին և ռազմաարդյունաբերական օբյեկտներին, հրթիռային և դրոնային հարվածների զգալի դերը։ Նրա խոսքով, այդ գործոնը արագացնում է հարձակումը։ Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցների տոնը բարյացակամ է եղել։ Միևնույն ժամանակ երկուսս էլ գիտեինք, թե ինչ սպասել միմյանցից, մանրամասնել է քաղաքական գործիչը։ Մասնավորապես, Շոլցը նշել է, որ ուկրաինական ճգնաժամի սկսվելուց հետո բազմիցս և շատ մանրամասն հեռախոսազրույցներ է ունեցել ռուս գործընկերոջ հետ։ Վերջին անգամ անցյալ տարի, նշել է նախկին կանցլերը։ Օլաֆ Շոլցի խոսքով այդ զրույցների տոնը միշտ բարյացակամ է եղել։ Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը պնդել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ գործողություն սկսելը ինքնաբուխ որոշում չէր։ Շոլցը նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա ներդրում ունենալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործում։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուս դիվանագետները շատ խորը և իսկապես լուրջ աշխատանք են տանում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը նախապատրաստելու համար։ Զախարովան մեկնաբանել է երկու առաջնորդների անցած բանակցությունները և հայտնել, որ դրանցից հետո Ռուսաստանի և Հունգարիայի արտգործնախարարները շփումներ են ունեցել նախագահների հանդիպումը կազմակերպելու համար։ Դիվանագիտական խողովակներով, տարբեր մակարդակներով, նույնպես աշխատանքներ են տարվում։ Ահա սա է այն խորը և իսկապես լուրջ աշխատանքի ամփոփագիրը, որն այժմ իրականացնում են ռուս դիվանագետները և նրանք, ում հանձնարարված է պատրաստել այս այցը, այս հանդիպումը, նշել է պաշտոնյան։